Հայաստանում գրիպի համաճարակ չկա, սակայն պետք չէ հանգիստ լինել։ Գրիպով հիվանդացության դեպքերի աճը սեզոնային երևույթ է, սակայն դրանից դեպի համաճարակ ընդամենը մեկ քայլ է, եթե կանխարգելող միջոցներ չձեռնարկվի։ Համաճարակային տեսչության գլխավոր մասնագետը խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում չզբաղվել ինքնագործունեությամբ։ Չօգտագործել անհարկի անտիբիոտիկներ, եթե դրանք նշանակված չեն իրենց բուժող բժշկի կողմից։ Գրիպին պետք չէ վերաբերվել որպես թեթև հիվանդություն, շեշտում են մասնագետները, եւ առաջին իսկ նախանշանների դեպքում խորհուրդ տալիս դիմել բժշկի։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն դիմաց 40 հիվանդներից հոսպիտալացվել են ընդամենը 8-ից 10-ը։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդ չկա։ Նախորդ տարվա համեմատ ավելացել է մահացությունների թիվը, նախորդի 3-ի դիմաց այս տարի 4-ն են։ Վերջին դեպքն էլ լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրեց։ Արմենիա բժշկական կենտրոնում հունվարի 2-ին մահացել էր 20-ամյա Գրետա Տոնոյանը, որը 26 շաբաթական հղիություն ուներ։ Պատճառը թոքաբորբ էր, պատճառների դիմելիության խնդիրներ, երբ որ այո բղին եկավ, անմիջապես կազմակերպվեց լաբորատոր հետազոտությունների նրա, այնտեղ վիրուսով պայմանավորված թոքաբորբը ժխտվեց, բայց հղին մինչև այդ հիվանդ էր եղել գրիպով, եւ հնարավոր է, որ արդեն վիրուսային ծագման թոքաբորբը վերածված լիներ բակտերիալ ծագման։ Հայտնաբերվել է նաև H1N1 վիրուսով վարակվելու 2 դեպք, որն առավել հայտնի է խոզի գրիպ անվանմամբ։ Երեխաների ծնողները ժամանակին դիմել են բժշկի եւ հիվանդությունը լուրջ հետևանք չի ունեցել։ Ունենք վարկած 28 երեխաների կապահին դիմելիությունը միջին ցուցանիշների է։ Օրվա ընթացքում մոտ 40-ից 50 երեխա է դիմում, դրանցից հոսպիտալացվում է մոտ 8-ից 10 երեխա։ Հոսպիտալացման կարիք չեն ունենում մեծ բաց երեխաները, եթե ժամանակին դիմում են, ժամանակին էլ իրենց համապատասխան բուժօգնությունը ստանում են եւ հիվանդանոց ընկնելու կարիք չի լինում։ Վարակվածների մեծ մասը մանկահասակ երեխաներն, հենց նրանք են հիվանդության առավել խոցելի խմբերը։ Մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես երեխաներին հագնվել եղանակին համապատասխան, քանի որ գրիպի առավել սուր դրսևորումները հենց մրսածության հետևանք են։ Աղվան Ասոյան, ժամը լրատվական։